նոյեմբերից 20 թվականից մինչև այսօր, որպիսի պահի իր իշխանությունը, որպիսի ինքը գնա ընտրությունների, իրան պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն, անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ եւ բացարձակ կապիտուլյացիա, որ ինքը գնա ընտրությունների եւ ասի տեսեք, ես խոստացել եմ խաղաղություն եւ ահա ինձ քվեարկեք, որ ես այս խաղաղ ընթացքը կշարունակեմ, այլապես կգան ուրիշները եւ կբերեմ պատերազմ։ Դա համար ինքը կգնա բոլոր զիջումների հասկանալով, որ իր իշխանության ներողություն գոյությունը կախված է ամբողջովին Ալիևի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Ավելին ասեմ, այս ընտրությունը, որ ինքը դրել է, կապիտուլյացիա, թե պատերազմ, սուտ է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է, կա բանակցային լուծման ճանապարհ, կամ բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական եւ կենսական շահերը։ Ինքը բերեց պատերազմ, իրագնալով պատերազմի վտանգը կվերանի։ Պարոն Խաչատրյան, ինքը ասաց մի հարցելի կար։ Ամեն դեպքում այս կրակոցները արդարացնել, ասում են, ես ուզում եմ հավատալ, որ այս կրակոցները սահմանի ամբողջ գծով չմանկարդություն են անում ադրբեջանցի զինվորականները կամ բնակչությանը այսպես վախեցնելու միտում ունեն։ Ինչու է փորձում անընդհատ այսպես արդարացնել Ադրբեջանի պահվածքը եւ իսկապես այդ կրակոցները, որ արդեն 1 ամիս է շարունակվում է, ադրբեջանցիների անկարգ պահվածքի արդյունք է։ Դեք գյումրեցիների խոսքով ասած Ղուրբանը տեղնի։ Այս մարդը արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ։ Ադրբեջանը վեր կացավ, ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Ինքը փոխանակասի ֆաշիստը ես եմ, թե մի հատ հայլու առաջ նայի, տես ով ես։ Ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում է դե եկեք մի հատ հասկանանք ինչի ինքը մեզ կոչեց ֆաշիստ, ինչի ինքը մեզ կոչեց ռևանշիստ։ Այո, ինքը Ալիևին արդարացնում է, որովհետև կրկնում եմ, իր իշխանության լինելը անմիջապես կախված է Ալիևի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը չի կարող ասի, գիտեք, այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որտեղ դա կլինի իր քաղաքական վերջը։ Դա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի դե լավ, դե հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք, իրանց պատգամավորներից մեկն ասում է դե կրակել են, հոմից վնաս չեն տվել։ Չէ, դա գիտակցված կրակոցներ են, գիտակցված սպառնալիք է, ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա այդ զիջումների։ Որովհետև Ալիևն էլ է հասկանում, չէ, որ ինքը հավերժ չէ, եւ դրա համար քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները կորզել։ Պարոն Խաչատրյան, երկու հարց։ Նախ դուք քանի որ ասում եք, որ Բաքվի պահանջով է ուղիղ այս որոշումը կայացնում Նիկոլ Փաշինյանը, հայտնի է, որ դա նախապայմանն է փաստաթղթի ստորագրման, այս հայտարարությունը կարող է դառնալ Ադրբեջանի համար օրինակ բավարար, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի, թե Բաքուն ամեն դեպքում կսպասի դրա իրավական process-ի ավարտին։ Բաքուն կսպասի դրա իրավական process-ի ավարտին եւ դրա համար ինքը կպարտադրի ու լինի հանրաքվե եւ դրա համար այս իշխանությունները, որոնք սկզբից խոսում էին Սահմանադրություն ընտրություններից հետո, չէ՞, հետո ասին լավ սկսում ենք աշխատանքները, մշակումը, հետո էլ մի քանի առաջ հայտարարեցին, որ հայեցակարգել չի լինելու, ուղղակի ասենց առանց հայեցակարգի, առանց սկզբունքային մեկնակետերը հստակեցնելու, առանց հանրային լայն քննարկումների սկսում են տեքստը մշակել, որովհետև կրկնում եմ, ինքը պետք է պարտադրի, փորձի պարտադրել ժողովրդին, Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որպեսզի ինքը կարողանա մնա իշխանություն։ Դա է ամբողջ խնդիրը։ Ադրբեջանն է պիտի փոխի սահմանադրությունը։ Դա պահանջ է, թե ուղղակի այսպես արդարանալու։ Դա կմկմուց է։ Ասում են, որ այնտեղ ունեն տարածքային պահանջներ, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում։ Այս խոսակցությունը, որ նաև Ադրբեջանը իր 91 թվականի անկախության մասին սահմանադիր ակտով իրեն հայտարարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 50%-ի նկատմամբ։ Այս իշխանությունները, որ ասում են, դե պետք է փոխեն, դա գիտեք, ներսի լսարանի դիմաց ամոթխած արդարացումներ են։ Հեն Միրզոյանը Անտալիայում էր,
Դե թող ասի դուք էլ ձեր դերը փոխեք։ Չասես, չէ։ Պարոն Խաչատրյան, Որտե վախենում է, կրկնում եմ, իր նպատակն է բոլոր զիջումներով պայել իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ասաց, որ դա իր կարծիքն է, իսկ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը դեռ պետք է աշխատի եւ որոշում կայացնելը իրենց տիրույթում է։ Դուք ինչ եք կարծում, այս ազդակ կլինի արդեն հանձնաժողովի համար հենց այդ կոնցեպտով սահմանադրություն մշակել։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Դե ձեզ Իհարկե։ Իմ կարծիքը նույն կարծիքն է, ինչ որ ունեն բոլորը։ Այո, դա կլինի իր կարծիքը, որը ինքը ճակերտավոր կփորձի հանձնաժողովին ներկայացնել։ Դուք ինչ կարծում եք, որ հանձնաժողովը կարող է վեր կենալ իրանց նշանակողին ասի, չէ՞։ Ընդդիմությունը որոշել է չմասնակցել այդ քննարկումների գնալ, այսպես ասած, հակափաստարկներ ներկայացնել, որտեղ բոլոր հանձնաժողովները ինչ ձևավորվել է սահմանադրական, ընդդիմությունը բոյկոտել է։ Հնարավոր է այս անգամ վերանայում լինի եւ գնալ հենց այնտեղ ներկայացնել հակափաստարկներ։ Այստեղ թող տվեք, որ ես իմ անձնական կարծիքը հայտնեմ, որտեղ նախ ընդդիմության ամբողջ ընդդիմության անունից որևէ մեկը չի կարող խոսել, բայց կարծում եմ, որ ոչ, իմաստ չեմ տեսնում։ Ինչու որտեղ համոզված եք, որ սա Ադրբեջանից եկող պահանջ է։ Դե որովհետև կազմը նայեք, հասկան, այդ կազմը պարզ է չի ով է նշանակել եւ նշանակողի հրանգները պիտի այդ կազմը անի, չէ։ Կարող է մանր մի 2-3-4 հատ դերբական դարձվածների մեջ ինչ որ փոփոխություն անեն, բայց բովանդակային առումով անելու են ինչ որ իրենց հրանգում է պաշտպան։ Սա է մեր երկրի իրականությունը, հասկանում եք, եթե ինքը SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահ է, պաշտոնից հեռացնում, էլ ինչ է խոսում։ Շնորհակալ, մերսի։